շատ օրհնված ու շատ մեր համար պետքական խոսքեր, ամեն։ Աստված մեզ օծված ընկերներ ա տվել։ Այսօր նաև սուրբ հաղորդություն ունենք։ Կխնդրեմ մի հատ հաց ու գինի էլի ինձ մոտեցրեք։ Ուզում եմ մի հատված կարդամ, որը որ միշտ սխալ ա մեկնաբանվել։ Ուզում եմ այսօր իրար հետ նայենք Աստծո խոսքը իր կոնտեքստով ու ընդունենք հաղորդություն։ Գիտեք այսօր առավոտը ոնց եմ արթնացել։ Ես դնեմ տակը Գուրգեն ջան, շնորհակալություն։ Այսօր առավոտը արթնացել եմ մի խոսքով։ Շնորհակալություն։ Մի վախեցիր փոքրիկ հոտ, որովհետև Աստված քեզ ա տվել արքայությունը։ Այդ խոսքով Աստված ինձ արթնացրել է, ասենց արթնացել եմ, մի վախեցիր, ոնց որ քնի մեջ փոքրիկ հոտ արդեն արթուն։ Մի վախեցի փոքրիկ հոտ, Աստված քեզ արքայությունն ա տվել։ Ու ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք մեր շենքը։ Մենք եկեղեցու խմբում կդնենք հավանաբար 3 շաբթի օրը կունենանք աղոթքի հավաքույթ, չգիտեմ որտեղ, ինչ որ միտեղ, էդ էլ կորոշենք մինչև այդ ինչ որ միտեղ, այգիում մի հատ, չգիտեմ, մանկականում, ոնց կարան կհավաքվենք, ուզում եմ միասին լսենք Աստծուն, ինքը ինչ ճանապարհով ա տանում մեզ։ Ուզում եմ հավաքվենք, գիտեք, մենք սովորենք մի հոգի լսի, մենք սովոր չենք իրար հետ լսենք։ Երբ որ հալածանք եղավ, երբ որ Պետրոսին բանտարկել էին, եկեղեցին միասին հավաքվեց աղոթելու, ոչ թե մի հոգի գնաց լսելու, այլ եկեղեցին իրար հետ հավաքվեց աղոթելու ու դղրդաց այդ տեղը։ Ես ուզում եմ իրար հետ հավաքվենք, դղրդացնենք։ Դու երիտասարդ ես, պատանի ես, մեծ ես, ծառայող չես, կապ չունի։ Մեզ ա շենք պետք, ինձ չի շենք պետք, մեզ ա պետք շենք, մեզ դալիճ ա պետք, մեծ, գեղեցիկ, լավ ու մեզ օֆիսային տարածք ա պետք, որ մենք շաբաթվա մեջ ամեն օր ընդեղ ծառայություն ունենանք։ Առաջի Կորինթացիս 11:20 Պողոս առաքյալը ասում է, արդ երբ միասին հավաքվում եք, դա տերունական ընթրիքը ուտելը չէ, որ ամեն մեկը առաջին հերթին իր ընթրիքն է անում եւ մեկը քաղցած է մնում, մյուսը հարբած է մնում։ Միթե ուտելու կամ խմելու համար տուն չունեք, թե Աստծո եկեղեցին եք արհամարում եւ չքավորներին ամաչեցնում։ Ամբողջ կոնտեքստը Աստծո եկեղեցին արհամարելու ու եկեղեցին չհասկանալու, չզանազանելու մասին է։ Ձեզ ինչ ասեմ, գովեմ ձեզ։ Ոչ, դրանում չեմ գովում։ Ես Տիրոջից եմ ստացել այն, ինչ ձեզ եմ ավանդել, մեր Տեր Հիսուս Քրիստոս այն գիշեր, երբ մահանում էր, հացը վերցրեց։ Նայեք, Պողոս առաքյալը ասում է, ես Տիրոջից եմ առել այն, ինչ ձեզ եմ ավանդում։ Բոլոր ավետարաններում, երբ որ գրված է հաղորդության մասին, բոլոր ավետարաններում, Հովանեսի ավետարանում ամենաերկարն ա գրած 13-ից սկսած, առաքյալները ընդեղ են եղել, Մաթևոսը ընդեղ ա եղել գրել ա, Հովանեսը ընդեղ ա եղել գրել ա, Ղուկասը գրել ա Պետրոսի բերանով, Պետրոսի ավետարանն ա Ղուկասի ավետարան, Պետրոսը պատմել ա, Ղուկասը գրել ա ավետարանը, իսկ Մարկոսը գրել ա էլի ինչ որ մեկի բերանով, ինքը ընդեղ չի եղել, բայց գրել ա, իսկ Պողոսը ապաշխարել ա այդ ամեն ինչից հետո, ու Պողոս առաքյալը այդ վերջում ապաշխարած, ով իրան պատմի, հենց Տերն ա պատմել, Տերը հավանաբար ցույց ա տվել ինչ ա եղել հաղորդության ժամանակ, ու Պողոսը գրել ա, բայց ամենայն հավանականությամբ ձեզ մի գաղտնիք ասեմ պատմական, Կորինթացիների թուղթը ամենայն հավանականությամբ գրվել է ավելի շուտ, քան ավետարանները։ Հովանեսի ավետարանը դե արդեն շատ ուշ ա գրվել, մենք ժամանակային առումով, երբ որ կարդում ենք, Պողոսը Կորինթացիներին ավելի շուտ ա գրում հաղորդության մասին, քան մնացած ավետարաններն են գրվել։
ասում է եւ հացը վերցրեց գոյություն հայտնելուց հետո կտրեց եւ ասեց այս է իմ մարմինը որ ձեր համար է այս արեք իմ հիշատակի համար Նույն կերպ ընթրիքից հետո բաժակը վերցրեց եւ ասեց այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով քանի անգամ որ խմեք այս արեք իմ հիշատակի համար քանի անգամ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք Տիրոջ մահն եք պատմում մինչեւ որ նա գա Ուրեմն ով այս հացը որը որ Տիրոջ մարմինն է որը որ մենք ենք որը եկեղեցին է կամ այս խմի այս բաժակը անարժանորեն մեղապարտ կլինի Տիրոջ մարմնի եւ արյանը արդ մարդը թող քննի ինքն իրեն եւ հետո այդ հացից ուտի եւ այդ բաժակից խմի ու հիմա բացատրում է ինչ է նշանակում անարժանորեն ուտելն ու խմելը որովհետեւ անարժանորեն ուտողն ու խմողը իր դատապարտությունն է ուտում խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ Անարժանորեն մոտենալ հաղորդությանը, սա Տիրոջ մարմինը չզանազանելն է։ Ասում է, քանի որ անարժանաբար ուտողն ու խմողը դատապարտություն է ուտում ու խմում, որովհետև չի զանազանում Տիրոջ մարմինը։ Դրա համար էլ ձեր մեջ բազում հիվանդներ եւ ցավագարներ կան, բավականաչափ էլ նրանք են, ովքեր ննջեցին, ինչի, որովհետև չեք զանազանում Տիրոջ մարմինը, դրա համար հիվանդանում եք ու մահանում եք, որտև եթե ինքներս մեզ քննեինք չենք դատապարտվի, բայց դատվելով խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք, ու վերջում ամփոփում է, երբ որ Պողոս առաքյալն ասում է ուրեմն, ամփոփում է ամբողջ մինչև այդ ասածը, ուրեմն եղբայրներ, Երբ ուտելու համար միասին հավաքվեք, միմյանց սպասեք։ Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանը ուտի, որպեսզի ձեր դատապարտության համար հավաքված չլինեք։ Պողոս առաքյալը մի հետաքրքիր բան է խոսում, երբ որ խոսում է հաղորդության մասին։ Սկզբից հարուստները, ովքեր որ ունեին ֆինանս, ունեին ուտելիք, բերում էին իրանց ուտելիքները, դնում էին ծառայությունից առաջ, ես ասեմ, որ հաղորդություն ամեն հավաքույթին հաղորդություն կար։ Երբ որ նայում ենք Գործ Քառաքելոցը, ամեն անգամ երբ որ հավաքվում էին հաց էին կտրում։ Ամեն հավաքույթի ժամանակ կար հաղորդություն։ Ամեն օր կար հաղորդություն։ Ու բայց ցավոք սրտի Կորինթոսում, քանի որ հեթանոսությունից եկածներն էին ապաշխարածները, ոչ բոլորն էին նախքին հրյաներ, որտև հրյաների մեջ եղբայրասիրություն կար։ Հակոբոսը, որ գրում է եղբայրներ, ինքը հրյաներին է գրում, Պետրոսը եղբայրներ, եղբայրները իրար հրյաները իրար եղբայրներ են ասում, ու իրանց մեջ եղբայրասիրություն կար։ Մի հրյան մյուս հրյային պատերժկա էր անում, բայց հեթանոսները այդպես չեն։ Ու Կորինթոսի այս հարուստ ապաշխարածները գալիս բերում դնում էին իրանց միսը բան հավեսով ուտում էին, իսկ այն աղքատները այն մի կողմում գինի խմում էին, նրանք այն մի կողմում նստած հավ եք դուք որ։ Ու իրանք անարգում են նրանք սոված էին, սրանք հարբած ու կերած էին, կուշտ են։ Պողոս առաքյալը ասում է լավ չեք անում, դուք չեք զանազանում Քրիստոսի մարմինը, ճիշտ չեք վարվում միմյանց հետ, ու դա մեծագույն խնդիրն է, անարժանաբար եք մոտենում Քրիստոսի մարմնին, դուք ձեզ համարում եք ավելի կարևոր քան նրանց, որտև դուք 2 կոպեկ ունեք։ Երեք Գուրգենենց տանն ենք, հիշեցրեցի, որ ոնց որ խոսում ենք, հիշեցրեցի, որ հաղորդությունն է, ու մի անգամից սկսեցի մտածել, ոնց որ ասեցի Գուրգեն ջան, վաղը հաղորդություն, հիշում ենք, խոսում ենք, Նազիկը բան էր դնում, թեյ, սուրճ, ու այս զանազանել բառը մտքովս անցավ, ասի կային մի հատ բնագրով նայեմ, ինչ է զանազանելը, որտև երբ որ հիշեցրեցի, որ հաղորդությունն է, ես էլ ինքս էլ հիշեցի, որ ես էլ պիտի բա խոսեմ հաղորդության մասին,
Հաղորդության մասին խոսքը այն խոսքն է, որ դու ամեն ամիս պիտի խոսաս, ու ամեն ամիս պիտի չկրկնվես։ Զանազանել բառը սա դիակրինոն բառն է հունարեն։ Երեք բայբլզումով եմ նայ, որը մի քանի իմաստ ունի։ Առաջինը նշանակում է բաժանել։ Երկրորդ իմաստը նշանակում է զատորոշել։ Երրորդ իմաստը նշանակում է տարբերակել։ Չորրորդ իմաստը նշանակում է որոշել։ Ես ուզում եմ, սիրելի եկեղեցի, մենք մինչև կընդունենք հաղորդությունը այս 4 բառի վրա զանազանել։ Կանգնենք ու մտածենք, արդյոք դու ու ես զանազանում ենք Քրիստոսի մարմինը։ Արդյոք ես ու դու բաժանել ենք Քրիստոսի մարմինը աշխարհից։ Արդյոք մենք ավելի ենք կարևորում մեր տկար եղբորը, քան աշխարհի այն մեր լավ բարեկամին։ Արդյոք մենք բաժանել ենք, ես ուզում եմ դու քո ներսը նայես։ Աշխարհում մարդիկ կան, որ ավելի բարեպաշտ են ապրում, քան մեր քույրերն ու եղբայրները։ Կարող է մենք չենք բաժանել Քրիստոսի մարմինը դեռ։ Կարող է մենք չենք հասկացել ինչա։ Բաժանել, սա նշանակում է առանձնացնել, զատել, սա Քրիստոսի մարմինն է, անկախ նրանից ինչա կատարվում։ Աշխարհում շատ գործարաններ, աշխատանքի տեղեր, հիմնարկներ, կամպանիաներ կան, որտեղ ավելի խախանդ դու կարաս գնաս հանգիստ, երեխեքը չեն աղմկում, ոչ մեկ ոտը չի տրորում։ Բայց սա է Քրիստոսի մարմինը, սա է հափշտակվելու, սա է փրկվելու, նա դժոխք է գնալու, սա մնալու է։ Քո քույրը, եղբայրը, որ շուշուտ է քո ոտը տրորում, ինքն է Քրիստոսի մարմինը։ Արդյոք դու բաժանել ես։ Երկրորդ բանը, որ ուզում եմ մենք տեսնենք, սա զատորոշելն է։ Արդյոք մենք հասկացել ենք, առանձնացրել ենք, ով ենք մենք, որտև ես զանազանում եմ, զատորոշում եմ, որ ես եմ Քրիստոսի մարմինը, հետո որ դու ես Քրիստոսի մարմինը։ Արդյոք մենք արժևորում ենք Քրիստոսի մարմինը։ Արդյոք մենք գնահատում ենք այն գործը, որ պիտի լինի Քրիստոսի մարմնի մեջ։ Արդյոք մենք գեղեցկացնում ենք Քրիստոսի մարմինը։ Ես միշտ չեմ հասկացել այն մարդկանց, բոլոր եկեղեցիներում, որտեղ որ ծառայել եմ, միշտ եղել են այդպիսի մարդիկ։ Ես չեմ ասում իրանք վատն են, իրանք էլի Քրիստոսի մարմինն են, բայց միգուցե չեն զատորոշում։ Ովքեր կարողանում են իջնեն, կանգնեն եկեղեցու դռան մոտ ու սենց ծխեն ու փչեն։ Ասում ես, լավ, ծխում ես, հասկացանք, այդ քեզ դժոխք չի տանելու, լավ։ Բայց դու ինչ պատկեր ես ցույց տալ, այդ եկեղեցու կողքով անցնող մարդը ինչ պատկեր է տեսնում։ Ես հասկանում եմ, ես զարդարում եմ Քրիստոսի մարմինը, թե ես անպատվում եմ Քրիստոսի մարմինը։ Հասկանում եք իմ ասածը։ Հարցը այդ սիգարետը չի, հարցը իմ մտածելակերպն է։ Ես այդ որ անում եմ, ես ինչ պատկեր եմ ցույց տալիս։ Լավ, ես որպես Քրիստոսի մարմին, որ կլելով արայով եմ խոսում կողքինիս հետ, ես զանազանում եմ Քրիստոսի։ Այն երրորդն էլ որ նայում է, ես ինչ պատկեր եմ ցույց տալիս։ Ես ինչ արժեք եմ ցույց տալիս։ Ես ինչ եմ թողում։ Որն է ժողովուրդ իրական քրիստոնեությունը։ Ձերքերը բարձրացրած, լացելով աղոթելը, թե սիրելը ընկերոջը, դուք ասես ամեն։ Գիտեք, մենք երբեմն մի բանը բռնում ենք, մի բանը թողում ենք։ Մենք երբեմն այս մի բանից լավ ենք, այն մի բանից չէ։ Ես ուզում եմ մենք իրականում զանազանենք Քրիստոսի մարմինը։ Ես ուզում եմ մենք սկսենք սիրել իրար, պատվել իրար, բարձրացնել իրար, գնահատել իրար հոգսերը տեսնել, հասկանալ, օգնել։
Զանազանել Քրիստոսի մարմինը, անջատել աշխարհից, տարանջատել, զատորոշել ու հոգ տանել այդ մարմնի համար։ Հոգ տանել, վաղը մեզ շենք է պետք։ Դու միգուցե նստած ասում ես, հա դե պետք է առեք։ Դու չես զանազանում Քրիստոսի մարմինը։ Քրիստոսի մարմինը էս ինչ բան ունի անելու։ Էս մեկը էս ինչ խնդիր ունի։ Էս մեկը մենակ է, դե մենակ է։ Ժողովուրդ, բայց մենք ինչ Քրիստոսի մարմին ենք։ Բայց մենք ինչ հավատացյալներ ենք, էլ մենք ինչ եկեղեցի ենք, որ իրար հետ վարվել չգիտենք։ Ինչի՞ց է սա։ Մենք չենք զանազանում Քրիստոսի մարմինը։ Ամենևին ես չեմ ուզում մեղադրեմ քեզ։ Ես ուզում եմ դու լսես իմ սիրտը, ես ուզում եմ դու հասկանաս ես ինչ եմ ասում։ Ես չեմ ուզում դու մեղադրանքի տակ ընկնես։ Ես չեմ ուզում դու ստեղ նստած լսես, ահա, բա ինչի ինձ չեն օգնում։ Ես ուզում եմ դու գործես։ Դու գործես, դու անես առաջի քայլը։ Նաև այս բառը նշանակում է Քրիստոսի մարմինը զանազանել, տարբերակել ու որոշել։ Ինչի ենք երբեմն մենք ավելի եսակենտրոն, էգոիստ, ավելի մտածում մեր մասին, ինչն է մեզ հարմար, այդ անում, ինչ մեզ հարմար չի, այդ չենք անում, որովհետև չենք հասկացել մենք ով ենք։ Երբ որ դու հասկանում ես, որ դու այդ մարմնի մի մասնիկն ես, դու կողքից մեկը չես, դու դիտորդ չես, դու կողքից չես, տենց եկար նայես գնաս, դու ես մարմինը, դու հասկանում ես, որ ես անելու բան ունեմ։ Այսօր եկեղեցու մեծագույն խնդիրը Քրիստոսի մարմինը չզանազանելն է։ Այսօր մարդիկ, ովքեր վերաբերվում են եկեղեցուն որպես սպառող, սա պատճառը այն է, որ չեն զանազանում Քրիստոսի մարմինը։ Աշխարհը մեզ սպառող է սարքում։ Սատանան մեզ սպառող է սարքում, գնամ ինչ կարամ վերցնեմ, փախնեմ։ Բայց Աստված մեզ տվող է սարքում։ Տվող, տենց է թե չէ։ Երբ որ դու զանազանում ես Քրիստոսի մարմինը, որ ես եկել եմ ընտանիք, դու սպառողի մտածելակերպից դառնում ես գործողի մտածելակերպին։ Ինչի են երիտասարդները սպառող, որովհետև իրանց չեն տեսնում տան մեջ։ Ինչ են պատանիները սպառող ու երեխեքը սպառող, ես չեմ խոսում բոլորի մասին, որովհետև իրանց չեն տեսնում մի մասնիկ։ Ու մեկ էլ տեսնում ես երեխեն մեծացավ, պապա ես տեղերս կհավաքեմ, ահա, ինչ որ բան է, մի քիչ էլ մեծացավ, ամաններն է լվանում, ինքը ոնց որ այդ սպառողի մտածելակերպից անցնում է ինչ որ բան անելու, ու նույնը եկեղեցում է, երբ որ դու սկզբից գալիս ես Աստծո տուն, նայում ես ինչ կա անելու, ինչ կա, ինչն է պակաս, ինչ կա։ Բայց հետո, երբ որ դու հաստատվում ես, դու ասում ես, որն է իմ կոչումը, ինչի մեջ է ինձ Աստված կանչել։ Դա աճից է։ Նա ով նոր ապաշխարել եկել է, չի ասում, որն է իմ կոչումը։ Չէ, ինչ կա անելու, ինչ կա օգնելու։ Ու նույնիսկ եթե իր կոչումը մարգարեն է, ու հիմա կարիք կա ես ավլելու, ինքը լավ է։ Ես սրա կարիք կա, ես անեմ, մինչև ինքը հանգիստ կմտնի իր կոչման մեջ։ Ինչի, որտև ես զանազանում եմ Քրիստոսի մարմինը։ Ես ներկայացնում եմ Քրիստոսին։ Ոնց ենք մենք ներկայացնում Քրիստոսին։ Ես չեմ խոսում եկեղեցում։ Ոնց ես դու քո աշխատանքի վայրում ներկայացնում Քրիստոսին, դա ցույց է տալի արդյոք դու զանազանում ես Քրիստոսի մարմինը։ Արդյոք դու հասկացել ես, որ դու այդ մարմինն ես։ Ոնց ենք մենք ներկայացնում Քրիստոսին։ Մենք ինչ Քրիստոս ենք ներկայացնում։ Ես գիտեմ մի քարոզով միանգամից եկեղեցին չի կարա զանազանի Քրիստոսի մարմինը, բայց ես հավատում եմ, որ սա հիմք է, սա սկիզբ է, սա ստարտ է։
ու ես ուզում եմ քո մտածելակերպի մեջ ինչ որ բան փոխվի։ Ես այս եկեղեցու մի մասնիկն եմ։ Քո կարիքը կա։ Աստված քո կարիքը ունի։ Աստված, որ ամեն բան արարել է, ինքը սուվերեն է, ինքը ոչ մի բանի, ոչ մեկի կարիքը չունի, որ ինչ որ բան անի։ Ինքը քո կարիքը ունի։ Դու կասես ոնց, պարադոքսը, ամեն ես անում, ամեն ես ասում, ամեն ես, որտև դա տենց է։ Աստված, որ ուզի մի բան անի, ինքը մեկի կարիքը չունի, որ անի։ Բայց միևնույն ժամանակ ինքը երկրի վրա գործում է իր մարմնի միջոցով։ Երբ որ մարմինը զանազանում է Քրիստոսի մարմինը, մեծագույն խնդիրը էսա, ուրիշ չի, որ ասում է քննեք ձեզ, դուք զանազանում եք Քրիստոսի մարմինը, դուք տարբերակում եք, դուք գեղեցկացնում եք, դուք вообще մտածում եք Քրիստոսի մարմնի մասին, թե դուք սպառող եք, քննեք ձեզ, դուք ինչ եք ներկայացնում, ինչ պատկեր եք ցույց տալիս։ Ես հավատում եմ, որ ամեն մեկը Քրիստոսի եկեղեցու մեջ, երբ որ զանազանում է Քրիստոսի մարմինը, ինքը թույլ է տալիս, որ Քրիստոսի արյունը ամեն անգամ մաքրի իրան։ Ինքը ամեն անգամ հացը իր բերանը դնելով ասում է, ես եմ այդ մարմինը։ Ես ուզում եմ գեղեցկացնեմ Քրիստոսի մարմինը։ Ես ուզում եմ իմ վարքը Քրիստոսի մարմինը գեղեցկացնի, որտև հարսը կատարյալ է, ու ես ու դու ենք հարսը։ Ես ուզում եմ գործեմ Քրիստոսի մարմնի համար, մարմնի մեջ, մարմնի կարիքները լրացնեմ։ Ես ինձ տեսնում եմ որպես մարմին, ու ես քեզ տեսնում եմ։ Երբ որ ես չեմ կարողանում տեսնեմ գեղամին որպես մարմին, ու ինքը բժշկության պարգև ունի, դրա համար ես հիվանդ եմ մնում։ Երբ որ ես չեմ կարողանում Աբրահամին տեսնեմ մարմին, ու ինքը մեռելները հարություն տալի, ես մահանում եմ։ Ինչի են մարդիկ հիվանդ, ցավագար ու մահանում, որտև չեն զանազանում մարմինը։ Չի հասկանում, որ այնտեղ մարմնի մեջ Էջմիածնից նստած եղբայր կա, գնամ իր մոտ թողոթի բժշկվեմ, հիվանդ եմ մնում։ Ցավ ունեմ, գնամ Արտակի մոտ թողոթի բժշկվեմ, ցավագար եմ մնում։ Այս է մարմինը չզանազանելը։ Խնդրում եմ եղբայրներ, բաժանեք հաղորդությունը, ես ուզում եմ այսօրվա մեր կենտրոնացումը, մեր աղոթքը լինի Տեր, ես ուզում եմ մարմինը զանազանեմ։ Ես ուզում եմ տարբերակեմ, Գիղամ ջան, խնդրում եմ Արիելի։ Ես ուզում եմ հասկանամ, օգնի ինձ։ Ես ուզում եմ բաժանեմ Քրիստոսի մարմինը, գիտեք ինչքան եմ լսել, ինչքան ցավալի է։ Որ մենք մտածում ենք, որ աշխարհում էս ինչ ավելի բարեպաշտ է, ավելի հանգիստ է, քան եկեղեցում են ինչը։ Բայց չէ, որ եկեղեցունը Քրիստոսի մարմինն է։ Հիսուսը իր արյունը թափել է ու մահացել է, որ մենք դառնանք իր մարմինը։ Քրիստոսի մարմինը մահացավ ու միևնույն ժամանակ ծնվեց Քրիստոսի մարմինը։ Դուք ասես ոնց։ Խաչի վրա մահացավ Քրիստոսի ֆիզիկական մարմինը ու ֆիզիկական մարմնի կողից ծնվեց Քրիստոսի մարմինը եկեղեցին։ Մահացավ ու ծնվեց։ Քրիստոսի արյունը թափվեց, ֆիզիկական ու միևնույն ժամանակ Քրիստոսի արյունը սկսեց Քրիստոսի մարմնի մեջ պտտվել այստեղ, մաքրելով, բերելով բժշկություն։ Ամբողջ խնդիրը այն է, որ սաղ կատարված է, մենք չենք զանազանում։ Սաղ արած է, բայց իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով։ Պարգևները տված է,
բայց մենք չենք զանազանում։ Ու դու որպես 20 տարվա հավատացյալ միգուցե նայում ես այս երիտասարդ Սաքոին, որ երեք 1, այսօր 2 մազերը ժելեյած ինքը պիտի աղոթի իմ համար ու քո հպարտությունը թույլ չի տալի, որ դու զանազանես Քրիստոսի մարմինը, հենց ինքն է, որ Աստված ուզում է իր միջոցով բժշկություն բերի։ Նայում ես դե արևշատի գառնիկն է էլի ջահելա, այ հենց ինքն է։ Ու իր պատճառով է, որ քո շենքում պիտի արթնություն գա։ Հասկանում եք իմ ասածը։ Ու սատանան մեզ խանգարում է, մենք չտեսնենք երիտասարդների մեջ պոտենցիալ, պատանիների մեջ պոտենցիալ, իրար մեջ կոնկուրենցիա, մեկից եկեղեցու հովից, ու մենք չենք զանազանում Քրիստոսի մարմինը։ Ես նույնիսկ լսել եմ, որ մեզ որպես եկեղեցի չեն ընդունում։ Ասում եմ, տենաս այդ ով է, այդ ընդունող, չընդունողը, միտեն նստած էսի եկեղեցի է, էսի եկեղեցի չի։ Ով է, այդ ինչ դուխ ունի, որ Աստծու արածը իրան է վերագրում։ Ես վախենում եմ իրանց համար։ Ես վախենում եմ այն մարդկանց համար, ովքեր Քրիստոսի մարմինը չեն զանազանում։ Պտտվեք, նայեք իրար, հերիքա ինձ նայեք, շատ ինձ նայեցիք, իրար նայեք, այ Քրիստոսի մարմինն է քո կողքը, մեկը մատն է, մեկը աչքն է, ասում է աչքը չի կարա, ականջին ասի դու ինձ պետք չես, որովհետև աչք չես, դու ինձ պետք չես, որտև իմ նման չես, ու դուք բոլորը տարբեր եք, եկեք սիրենք իրար, որովհետև տարբեր ենք, սաղս միանման չենք, կրոնը ուզում է սաղին հավաքի, սենց շղկսնի քառակուսի հանի, սաղ մի ձև, սաղ, չգիտեմ, բանն են, տերմինատորն են, բայց Հիսուսը տենց չի, Հիսուսը մեզ սիրում է մեր տարբերություններով։ Եկեք աղոթենք, ասենք Տեր օգնիր մեզ զանազանել քո մարմինը, օգնիր մեզ պատվել քո մարմինը, հասկանում եք այդ ինչ է։ Ես հասկանում եմ, ես ով եմ, որ Քրիստոսի մարմնի անդամ եմ ու ես պատվում եմ իր մարմինը։ Ես չեմ ուզում մի բան անեմ, որը որ Քրիստոսի մարմնի համար խայտառակություն կլինի։ Ես հակառակը, ուզում եմ գեղեցկացնեմ հարսին։ Իմ գործերով, իմ վարքով, իմ խոսքերով, իմ փոխհարաբերությամբ ես ուզում եմ Քրիստոս ցույց տամ։ Ես հավատում եմ, որ այսօր Աստված քեզ կանչում է զանազանելու իր մարմինը։ Այսօր Աստված քեզ կանչում է միգուցե քո վարքից, որը որ ամոթ է, զանազանելու Քրիստոսի մարմինը սրբության մեջ։ Այսօր Աստված քեզ կանչում է քո կողքինին հարգելու պատվելու մեջ, որը որ զանազանելն է Քրիստոսի մարմինը։ Այսօր քեզ Աստված կանչում է սիրելի ծառայող, մեգա ծառայող, այն փոքրին ճանաչելու ընդունելու մեջ։ Սիրելի երիտասարդ պատանի, այսօր Աստված քեզ կանչում է տարիքովներին ոչ թե դինոզավր տեսնելու մեջ արդեն ծեր են յուրայի դարաշրջանից, որովհետև չգիտեն TikTok-ում ոնց գրանցվեն, այլ մեկին, ով կարա քեզ խորհուրդ տա, մեկին, ով քո ապրածը անցել է մի քանի անգամ, ում ոտերի մոտ նստած դու կարաս կյանք սովորես։ Դա է Քրիստոսի մարմինը զանազանելը, երբ որ մեծը փոքրին չի անարգում, ու երբ որ փոքրը մեծին պատվում է, ճանապարհ են անցել, դու չես կարա այդ ճանապարհը TikTok-ով կարդաս, իրանք կյանք են ապրել։ Հասկանում եք ինձ, աղոթենք իրար հետ։ Ես կարծում եմ մենք ստեղ ապաշխարելու բան ունենք։ Տեր Հիսուս, ես հավատում եմ, որ
Դու փոխում ես մեր մտածելակերպը, մեր միտքը Տեր, ու դու քո եկեղեցուն սովորացնում ես զանազանել Քրիստոսի մարմինը։ Ես հավատում եմ, որ դու մեզ կանչում ես քո սրբության մեջ, Տեր, որ մենք զանազանենք Քրիստոսի մարմինը մեր խոսքերով, մեր վարքով, որ մենք չանենք մի բան, Տեր, որը որ կխայտարակի քեզ, այլ մեր բառերը, մեր գործերը, Տեր, մեր վարքը, մեր կյանքը ցույց կտա, որ մենք զանազանում ենք քո մարմինը, մենք հասկանում ենք, որ մենք այդ մարմնի մի մասնիկն ենք, ու մենք քեզ ենք ցույց տալիս, Տեր։ Ես աղոթում եմ, Տեր, որպեսզի սովորացնես փոքրերին պատվել մեծերին, սովորացնես մեծերին պատվել փոքրերին, Տեր։ Ես աղոթում եմ, Տեր, որպեսզի մեր մեջ չլինեն նրանք, ովքեր գալիս են կենտրոնացած իրանց վրա ուտելու, խմելու, ու այն մեկին ով չունի ուտելիք ու խմելիք ոչինչ են համարում, Տեր։ Սովորացրա մեզ զանազանել քո մարմինը, սովորացրա մեզ սիրել իրար, պատվել իրար, Տեր, սովորացրա մեզ գնահատել իրար որպես քույր եղբայրներ ավելին, քան աշխարհին, ավելին, քան նրանց, ովքեր աշխարհում են, Տեր։ Այո, սա դժվար է, բայց մենք ուզում ենք սովորել, որ մենք քո ընտանիքն ենք, Տեր։ Դու մեզ իզուր չես սարքել քույր եղբայրներ ու քո երեխեքը, դու մեզ ավելի մտերիմ ես սարքել, Տեր, քան միգուցե մեր բարեկամները։ Օգնիր մեզ, Տեր, տեսնել մեզ ընտանիքի մի մաս, օգնիր մեզ, Տեր, հասկանալ, որ մենք սպառող չենք, այլ բերող ու տվող ենք, Տեր։ Ու երբ որ իմ քույրերը ու եղբայրները կընդունեն քո մարմինը, այս հացը, ես ուզում եմ, Տեր, դու խոսաս մեր հետ, որ մենք ենք քո մարմինը, մենք ենք քո մարմինը, ու մենք հաստատում ենք ևս մի անգամ, որ դու մերն ես ու մենք քոնն ենք։ Հիսուսի արյունը մաքրում է քեզ ամեն մեղքից։ Հիմա հենց հիմա Հիսուսի արյունը մաքրում է քեզ, հենց հիմա դու լույսի մեջ ես, չնայես, որ արժանի չես, քեզ արժանի դարձրել են, դու չես եղել արժանի, քեզ արժանացրել են, ու դու քո գործերով երբեք չէիր էլ կարող արժանանալ։ Եվ այն, որ խաչի վրա Քրիստոսի մարմինը պատրվել է, Քրիստոսի մարմնի ու արյան պատճառով դու դարձել ես արժանի։ Ոչ ոք իր գործերով չի կարող արժանանալ մոտենալու հաղորդությանը։ Ոչ ոք չի կարող այնքան սուրբ լինի, որ մոտենա Քրիստոսի արյանը։ Մարդկային գործերով մենք կմեռնենք, մարդկային արդարությունը մեզ կսպանի, բայց քեզ արժանացրել են ու քեզ արդարացրել են ու քո համար կա վճարած գին։ Հաջորդ քայլը, արդյոք քո վարքը, արդյոք քո կյանքը համապատասխանում է այն գնին, որը որ վճարվել է քո համար։ Եթե ոչ, Հիսուսի արյունը հիմա մաքրում է քեզ։ Արեք իրար հետ աղոթենք, ասենք, Տեր մաքրի մեզ քո արյամբ։ Տեր Հիսուս, մենք քո առաջ ենք ու խնդրում ենք, որ մաքրես մեզ քո արյամբ, Տեր։ Մենք ուզում ենք ապրել այնպես, որ մեր կյանքը արժենա քո զոհին, Տեր։ Մենք ուզում ենք մեր խոսքերը ցույց տան քեզ, մեր վարքը ցույց տան քեզ։ Թող քո արյունը մաքրի ամեն մեկին, Տեր։ Հալելույա։ Եկեք ընդունենք հաղորդություն։
այս քաղցր Աստծո ներկայության մեջ ժամանակի մեծ սիրելիներ։ Երբ որ իր ներկայության մեջ կլինես երկրպագելու տերերի Տիրոջը, խնդրի թո Տերը օգնի քեզ։ Մի բան է, ինչ որ բան իմանաս, հիմա իմացար, մի բան է, որ սա ընկնի ստեղ։ Մենք մտքով լիքը բաներ սովորում ենք, բայց երբեմն այդ սիրտ չի ընկնում, որ մեր կյանքը փոխի։ Հիմա լավ ժամանակ է երկրպագության, թույլ տուր, Տերը օգնի քեզ, որ զանազանես իր ամարմինը։ Մի բան ասեմ, ինձ չքարկոծեք։ Աբրամը հյուր է, իրան խփեք, մեկը գնալու է Գերմանիա, չեք ատակեմ ան։ Քո կողքինը քեզ ավելի մտերիմ է, քան քո ավելի մտերիմ բարեկամով փրկված չի։ Ուզում եմ մտածեք, քան քո ամենալավ ընկերը, հարուստ քեռիդ, ով փրկված չի։ Քո կողքինի հետ դու հավիտյան ապրելու ես երկնքում։ Աստված տա իրանք էլ քո հետ կան երկինք։ Ժորդ գնահատեք իրար, սիրեք իրար, էդ է Քրիստոսի մարմինը։ Հալելույա, եկեք երկրպագ